Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ձեզ սիրելի արազատներ, բարիլույս սեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Այսօր ավակ 5 շաբթի է եւ ավակ 5 շաբթին իր մեջ բազում խորհուրդներ սիրելներ կգրե։ Այսօր ոդնլվայի խորհուրդն է։ Եկեղեցիներու մեջ ոդնլվայի գարկն է, որ կկատարվի եւ ինչպես Տեր Հիսուս Քրիստոս խոնարհեցավ իր աշակերտներուն ոտքերը լված, այդպես այլ գրոնավորներ իրենց քաղուտի մեջի զավակներուն ոտքեր կլվան։ Այսօր նաև սիրելներ վերջին ընթրիքի խորհուրդն է, եւ որ Տեր Հիսուս Քրիստոս իր աշակերտներուն հետ վերջին ընթրիքը արավ եւ հաստատեց Սուրբ Հաղորդության խորհուրդը, երբ հացը արավ, շնորհակալություն հայտնեց իր հոր, գդրեց, փաշխեց իր աշակերտներուն եւ ասավ. «Արեք, գերեգասկա իմ մարմինս է», ապա քինի բաժակ արավ, շնորհակալություն հայտնեց հորը, օրտնեց, փաշխեց իր աշակերտներուն եւ ասավ. «Արեք, խմեցեք ասիգա, ասկե, որովհետեւ ասիգա իմ արյունս է, որ շատերու մեղքերու թողության համար գտապվի»։ Եվ անոր համար սիրելներ, այսօր մեր եկեղեցվո մեջ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատման բادرակ կմատուցվի։ Եվ անոնք, որոնք նույնիսկ բակի մեջ են, գրնան այսօր Սուրբ Հաղորդություն ստանալ, բայց սիրելներ, վաղ եւ մյուս օրը ամբողջությամբ, եթե առողջականին գները, ամբողջությամբ ձոմաբահություն ունեն։ Այսին այսօր բակը չփանան, այլ շաբաթ երեգոյան բادرակեն յետ հաղորդվին եւ ապա ուրեմն փանան իրենց բակը ցույով հավգիտով եւ ոչ թե մսեղենով, մսեղենը կարելի է ուդել ըստ ուրեմն եկեղեցական դնորինումին գիրագի Սուրբ բادرակեն յետ։ Եվ երեգոյան այս գիշեր սիրելներ խավարման գիշերը, լացի գիշերը, այն բահն է, երբ Տեր Հիսուս Քրիստոս վերջին աղոթքները ըրավ եւ Վերնադամ մեջ եւ ապա Գեթսեմանի բարձին մեջ եւ մատնությունն է, եւ որ հութան եկավ ու Հիսուսը մատնեց անօրեններու ցերկը։ Սիրելիներ, այս բոլորը մեր հոգևոր փրկության համար է։ Դերը սիրելներ այս բոլորը գրեց մեզի համար, մեր մեղքերը արավ իր վրա, որբեսի մեզի թողություն շնորհե։ Մենք հաջող թշպախտաբար երկրորդական ծևերու, բարեբաշտական ծևերու վրա ավելի շեշտ կտնենք, քան թե ճշմարիտ խորհուրդներուն վրա։ Օրինակ սիրելիներ, օրինակ տալու համար, ոդնլվայի ժամանակ գարակ գործվի, յուղ գործվի եւ վերջավորության հավատացյալներուն կփաշխվի։ Հավատացյալներ առավելաբար իրենց ուշն ու միտքը այդ գարակը առնելու վրա են եւ թշպախտաբար հաջող հրմշտու կլան եկեղեցիներու մեջ իրար անցում նույնիսկ բորալ գանչել ես հարևանիս պիտի դանեմ, ես զնոխիս պիտի դանեմ, ես չեմ կեր որու պիտի դանեմ, մեկ հատին դեր երկու հատ կուզեմ, երկու հատին դեր երեք հատ կուզեմ եւ չեն կետրոնար աղոթքին վրա, որ այնտեղ գսվի, որ ասիգա օրտվածը դեր թող բժշկությունը լա հիվանդներու համար։ Անիգա միա մեգատ սիրելիներ առնվի գաթիլմը եւ քսվի ջագադին վրա հիվանդին հավատքով, գամ բադարմը առնվի եւ գուլդրվի հիվանդին գողմե, արդեն բավարար է։ Ինչու համար այս հրմշտուկները։ Նույնը սիրելներ վաղը ավակ ուրբաթ Քրիստոսի քերեզմանին դագեն երբ օրգանցնենք, Քրիստոսի քերեզմանը խորթանշող ուրեմն սեղանին դագեն երբ օրգանցնենք, ծաղիկներ երբ որ կփաշխվին, նորեն իրար անցում, հրմշտուկ։ Մեկը գսե ես պետք է արագ երթամ, ես հիվանդ եմ, ես դեղ ունիմ երթալիք եւ այլն, մեկը մեկ ծաղիկներ 10 ծաղիկ ուզեմ, մյուսը գսե չէ, այս ծաղիկը չեմ ուզեր, այդ ծաղիկը կուզեմ։ Խորհուրդեն դուրս կելենք, խորհուրդեն դուրս կելենք, ժողովուրդ ջան, հասկանանք։ Գամ այս գիշեր, խավարման գիշերը, մարդիկ կուքան 40-ատ, 50-ատ ցերկերնին բարան բռնած, որբեսի ավետարաններու ընթացքին բարան գաբեն, 7 ավետարան, 7 հանգույց պետք է լա, բայց նախ չեն գիտեր որ ավետարաններ երբ կընթերցվին, ամենեն ահավորը ավետարաններուն երբեք մտիկ չեններ։ Քրիստոս իր վերջին խոսքերը գսե, Քրիստոս Գեթսեմանի բարձի մեջ
քրդինքը արյունի գվերածվի գուլա իր հորը գսե որ հայր եթե գուզես այս դարաբանկի բաժակի ինձ մեհերացուր հութան գուկա Հիսուսը գմատնե համբույրով եւ Հիսուս գսե համբուրելով գմատնես կու վարտաբեդդ անտի մարտիկ մորցած ավետարանը իրենք միան բարաններու յետևեն են ինչ այս բարանը սիրելներ նախ ասեմ որ ընդհանրապես արեմդահայերու մոտ ադիգա շատ տարածված է ես չեմ ուզեր ոչ վադը խոսիլ ոչ լավը բայց ասեմ ցեզ սիրելներ նախ ասեմ ինչ ուրիշ եկեղեցներու մեջ այո բարան գաբել գա անեգա գախարտություն չէ բնականաբար եկեղեցու մեջ որ գգաբվի խորհուրդը հետևյալն է որ Տեր Հիսուս Քրիստոս քու արաքյալներդ քեզ լքեցին եւ հերացան մենք չենք ուզեր քեզ լքել հետեւաբար քեզի որ գգաբեմ Տեր իմ սիրտս իմ հորս իմ մորս իմ եղբորս իմ քրոջս իմ զավգիս իմ տորնիկիս իմ հարազատիս իմ ասկիս սիրտը չեմ ուզեր քեզ մե բաժնվի եւ 7 խորտանիշի ամբողջության այսին գադարյալ սիրով գադարյալ հնազանդությամբ եւ գադարյալ Տեր բادرաստակամությամբ գուզեմ քեզի հետ լալ այդ կրնա խորտանիշել թե երբ եկած է մեր մեջը այս բարանգաբելու սովորությունը հայտնի չէ սիրելներ բայց բարեբաշտական սովորություն է շատ լավ ան որ բարանգ գաբետո բարան չգաբողը չմեղատրե ան որ չի գաբեր թող գաբողը չմեղատրե բայց ովևէ մեկ ցևով սիրելներ արկելք բեք չէ լա այդ բարանը որ ավետարանին ագանջ չդանք երբեք եթե գուզեք դուք միան ցեզի համար մեկ հատ գաբեցեք եւ վերջ եթե կպապակիկ անալ գբահեն մինչև համբարձումին օրը գգդրեն գայրեն եւ հողի մեջ զարգամանի մեջ կտնեն բայց սիրելներ եթե ինձինայիք երբեք բարան մի գաբեք գետրոնացեք միան աղոտքին ավետարաններուն ճշմարիտ խոսքին սակայն ես այսօր սիրելներ այս բոլորի մասին անցնող դարներում մշտապես խոսեր եմ բայց այսօր ես կուզեմ շատ կարևոր ուրիշ նյութի մասին խոսել որ դժբախտաբար հաջող եւ գրոնավորները չեն խոսիր շատեր եւ եկեղեցիներու մեջ դժբախտաբար չի գդարվիր գարկը որ բարդաթիր է եկեղեցու հայրերու գոմեն այսօր հաստատված ավակ 5 շաբթի արավոտ նախքան բادرակը եւ նաեւ սիրելիներ շատ կարևոր է որ յուրաքանչյուր հավատացյալ մասնակցի այդ գարկին մեծ բաց 40-օրյա շրջանին ցեզի վարկ հարանցեն եկեղեցու հայրերեն զանազան բացություններ զանազան հոդվածներ զանազան քրություններ հորթորակներ գոչեր գարտացերեմ աբաշխարության մասին ժողովուրդ աբաշխարությունը ամենեն անհրաժեշտ բանն է եւ աբաշխարության սիրելիներ աբաշխարության գարիք ունին բոլորը անխդիր սկսյալ գաթողիկոսներեն եպիսկոպոսներեն վարդապետներեն քահանաներեն սարգսակներեն թբիրներեն իշխաններեն նախարարներեն երեսփոխաններեն վարչապետ նախագահ Փամվոր ամենին բարձ մարդ անգամ աբաշխարել կնշանակե գիտագից մեղքերուն համար զղջալ խոստովանի լալ մեղայիկալ գուրցծել խոնարեցնել անձը առանց աբաշխարության սիրելիներ գարելի չէ որ մենք փրկության աստենք դերը իր արյունը տապեց մեր փրկության համար բայց դժբախտաբար մենք այնքան մեղքեր կործած ենք մեր մգրդութենեն իդ նորեն պիտի չմգրդվենք մակրվելու համար այլ աբաշխարությունն է որ կմակրե եւ որ աբաշխարությամբ գուքանք դիրոջ դիմաց մեղայի գկիդակցինք մեր մեղքերուն համար գանտրատարնանք գզղճանք եւ գխոստովանինք մեր մեղքերը այդ է աբաշխարությունը այդ ժամանակ է որ դերը մեր բոլորի մեղքերը կները ուրեմն մեր եկեղեցու մեջ եկեղեցու հայրերը սիրելիներ ավակ 5 շաբթի օրը հաստատած են աբաշխարության գարկ բոլոր անոնք որոնք չեն մգրդված եւ պիտի մգրդվին բոլոր անոնք որոնք սիրելիներ թերահավատ են բոլոր անոնք որոնք աբաշխարության շրջանի մեջ են այս 40-օրյա ժամանակաշրջանին բայց ուրեմն գբադրաստվեին եւ ավակ 5 շաբթի արդու այսօր եկեղեցու մեջը գարկ աբաշխարության կմասնակցեին որբեսի հետո աբաշխարութենեն վերջ հաղորդվեին շաբաթ օրը երբ որ հարությունը Քրիստոսի պիտի ավետենք այդ ժամանակալ հավատացյալներ կմգրդվեին կամ աբաշխարողներ կմգրդվեին անոնք որոնք մգրդված չէին եւ սպիտակ կակվեին որբես խորտանիշ սրբության այսօր դժբախտաբար շատ եկեղեցիներու մեջ աբաշխարության այս գարկը գզեղչվի
Թշպախտապար գրոնավորներ իրենց բարդականության մեջ կթերանան, իսկ հավատացյալներ ներկա չեն լար։ Քիչ եկեղեցներու մեջ է որ ապաշխարության գարկը գդարվի, եւ քիչերն են որ իսկապես ապաշխարության օգիով կմաստակցին այդ ապաշխարության աղոթներուն։ Սիրելներ, ես այսօր ցեզի պիտի ընթերցեմ Սուրբ Փարսեղ Հայրաբեդի 4-րդ տարուն մեծ եկեղեցու մեծ սուրբերեն մեծ վարդապետներեն մեգուն աղոթքը, որ գընթերցվի սիրելներ ապաշխարության գարկի ժամանակ, գարկ ապաշխարողացի ժամանակ մեր եկեղեցու մեջ։ Սկանչելի աղոթք մնե, որովհետև թշպախտապար շատ եկեղեցներու մեջ չի գարտացվիր, չընթերցվիր, եւ նաեւ թշպախտապար շատ հավատացյալներ չեն երթար, բի ուզեմ որ այս աղոթքը դուք լսեք երկյուղածությամբ եւ դարաձեք սիրելներ, որբեսի անդրադառնանք, որ աղոթքը միայն թեթևագի հարևանցի խոսք չէ, այլ աղոթքը զղջում է, ապաշխարություն է, արդյունք է, խոնարհություն է։ Եվ ապաշխարության այս 40-օրյա շրջանը, որ ցեզի ամեն օր ապաշխարության մասին խոսեցա, Աստված գիտե ցեզ մե յուրաքանչյուրի սիրտը, իմ սիրտս, թե ով իսկապես խոնարեցավ, զղջաց իր ռածներուն համար։ Եթե սիրելներ իսկապես ապաշխարության պատրաստվեցանք այս 40-օրյա բայցողության շրջանին, ապա արժանի ենք Քրիստոսի հարությունը դոնելու։ Իսկ եթե ոչ, ամեն մարդ թող ինքզինքը քննե։ Պողոս առաքյալ գսե որ եթե մեկը անարժանությամբ Քրիստոսի մարմինեն եւ արույնեն ուդե եւ խմե, իր թադաբարդությունը, իր մահն է որ գերած կլա։ Այժմ սիրելներ ցեզի պիտի ընթերցեմ այս սկանչելի աղոթքը, անոնք որոնք լսեն այս աղոթքը թող այսօրը շտաբեն, թող զանգարեն եկեղեցիները դեսնելու համար որ եկեղեցին ապաշխարության գարկը կատարե, եւ երանի թե բոլոր գրոնավորները գիտակցություն ունենային եւ այս շատ հույժ կարևոր ապաշխարության գարկը կատարեին եւ մարդիկ խորներամ երթային արդյունքով աղոթեին եկեղեցին երանի հեծգլդոցի ցայնը լսեր եւ գիտեք ուր կկատարվի այս ապաշխարության գարկը մեր եկեղեցու մեջ քավիթին մեջը եկեղեցին դուրս ոչ թե եկեղեցու մեջ թուրը գկոցվեր քավիթին մեջ ապաշխարության գարկը կկատարվեր ապա սիրելներ ապաշխարության աղոթները ընթերցվել վերջ Զողորմության կոստուրն փած մեզ դեր շարագանը գերկվի, այսինքն ողորմությամբ դեր մեր թիմացը փած թռները, այդ ժամանակ եկեղեցու թռները կփածվեին եւ հավատացյալները ներս կմտնեին, ու ապա Սուրբ Հովան ոսկեփերան Հայրաբեդի սկանչելի աղոթքը կընթերցվեր եւ ապաշխարության գարկով արցագումով գարցակվեին ժողովուրդը ու կպատրաստվեին Սուրբ Պատրակի։ Լսենք սիրելներ այս սկանչելի աղոթքը, աղոթք Սուրբ Փարսեղ Հայրաբեդին։ Դեր Աստված, ամենագալ Հայր, արարիչ երկնքի եւ երկրի, որ քու բարերար գամքիդ մեկ հրամանովը կոյացուցիր բոլոր երևելի եւ աներևույթ երկնային եւ երկրավոր արարածները։ Նախախնամությամբ հողեն մարդը ստեղծեցիր եւ զայն քու բարերարությանը պատկերով մեծարեցիր, անոր անմահություն եւ անաբագան կյանք շնորհելով։ Ինքնիշխան գամքով ու փառքով զարդարեցիր եւ իբրև բսագում երանական տրախտին ուրախ վայել կբարգեւեցիր անոր, որբեսի մշակե եւ բահեզայն անանց ու անբատմելի այդ բարգևներով մշտնչնավոր դառնա եւ օրստորե հարաճանա բարեգործության մեջ։ Այս բոլորին վրա քու բարերար գամքիդ գենսապեր հրամանը դվիր իբրև բադվիրան, որբեսի այդ մեծ բադվիրանին դվչությամբ գրկնաբադիկ ավելի մեծ փառքով ու բադիվով մեծնես զայն, եւ հոժարագամ սրդով հնազանդության բարակային զայն շատ ավելի գադարյալ կյանքի մեջ բարձրացնես, վերին Երուսաղեմի անյութական բնակարաններուն մեջ։ Բայց մարդը օծագերբ չարին խապեությամբ գամավորապես փանսարգվին ծառայեցուց իր ազատությունը, որ իրեն դրված էր իբրև կյանքի կորցիկ եւ բարիքի աղբյուր, եւ ինքնահոժար գամքով չարին սատանային խապեության կորձիկ դառնալով շեղեցավ արարչիտ գողմե դրված գենսապեր բադվիրանեն։ Չարին աստեցության դագինալով նախամեծար համարեց խապող թշնամիին սատանային մոլորական խոսքերուն հնազանդիլ, քան քու թրած աստվածային օրենքիդ։
Գնոջ թելադրությամբ ագանջ տալով գործընծուց իրեն դրված հadouk վեհ իմաստությունը, քանի ինք առաջնորդ եւ դեր ըլլալու գոչված գլուխը հնազանդեցավ ոտքերուն, այսինքն գնոջ, անխելքությամբ եւ անխորուրդ կերպով մերգացավ փոցաջաջանջ եւ լուսեղեն զարտարանքներեն եւ անորդեղ բադարոդուն դերևով գճանար ծածկեր իր ամոթալի մերգությունը եւ մորնալով ամենագալից զորությունը գփորձեր բահվդիլ աստվածությանը ամենադես քիլութենեն իր մեղքին իբրև չկմեղանք ըսելով այս գինը որ ինձի դվիր անիգա բաճար դարձավ այդ բաճարով ալ անեցքով ու ցավերով լեցուն ցանկ մժարանքեց մահվան եւ փճացումի ենտագա դառնալով աստվածային քու վճիրիտ համացայն որով ասած էր այն օրը որ անգեուդես բիդի մեռնիս այդպես էր որ մեր վրա թակավորելով դիրեց մահվան իշխանը ան որ գորուստի բահագն էր որ իր հնազանդության դագարավ մեր բնությունը եւ բոլորը իրեն զարա դարձնելով թժողքի արժանի չարաչար կորձերու մղեց իսկ թուն Փարեկուտ հայր արադ եւ անսահման մարդասիրութենետ հաղթահարված երբ քու անարատ ըստեղծած մարդդ այսպիսի դարաբանքի ու փորձության մատնված տեսար չթիմացար այլ հայրական սերդ ու կորովդ ցույց տվիր կտացիր մարդոց եւ ելար գործվածը փնդրելու այո զայն փնդրելու գրգեցիր էյագից միածինդ քեզ մեծնած եւ քեզ մի անբաժանելի աստվածորդին որ եկավ եւ մեր աղքատ բնության անարգ գերբարանքը իր վրա առավ աստվածածին սուրբ գույս մարիամեն մարտանալով ատամի մեղքին ու սխալին հանցանքը իր վրա առավ եւ իր աստվածային հոգադարությամբ հանցն առավ գրել մարդկային բնության բոլոր փերումները բացի մեղքեն այդպիսով մարդկության ներգայացուցիչը դառնալով ինք Եգնավոր հովիվը եկավ մոլորած ոչխարը փնդրելու բարձր լերան վրա եւ առնելով զայն իր գենսապեր ուսին թրավ եւ հայրենի դուն վերաթարցուց ուրգի արդակսված էր անիգա արդարորեն իր անմեղ մահվամբը չնչեց անեցկի եւ ցավերու թադաբարդությունը վերստին առողջացնելով մարդը որ արագի մեջ պատկերացվածին պես ավազակներու ցերկը ինգած էր բադեց անոր վերքերը ցետ ու քինի տնելով անոնց վրա եւ զայն հանցնեց բանտոգին այսինքն քո ամեն ընկալ եւ ընդհանրական սուրբ եկեղեցիդ որ իր մեջ կխմբե բոլոր աստուծմե հերացածներն ու գեղեցվածները եւ գմիավորե զանոնք երկնավոր հորդ որթեքիր դարձնելով արդարև քու որդիդ սուրբ խաչին վրա անձայած իր մեղսակավիչ եւ հաշտարար բادرակով մեր փոխարեն ինքզինքը իբրև ողջագեզ ընձայեց քեզի իրանցով մեր բարդկերը հադուցանելով իր սուրբ արինով մեզ վերստին կնեց եւ ազատեց փանսարգվին ըստրգութենեն բադրելով մեր հանցանքներու մուրհակը այսինքն չնչեց մեզի թե մարցակված տադաբարդության վճիրը զայն խաչապայդին կամելով այսպիսով զինատաբրավ նենք փանսարգվին կորձագից ռեշտակներու իշխաններն ու բեդերը հայտնաբես խայդարագելով ու բարդության մատնելով զանոնք իրանցով իր աստվածության զորությամբ եւ իր իշխանական հեղինակությամբ մինչեւ թժողքի ըստորին աշխարհ իջնելով փնաչին չրավ սադանային բռնադիրությունը որ ինքզինք աշխարհի դերը կգարձեր եւ իր մեծ լեռնացիալ ամփարդավանությամբ իր դիրաբեդության դակ կբահեր մարդկային մեր բնությունը մինչեւ որ երկինքեն հասավ թակավորը ան որ բادرազմի մեջ հզորն է որ հբարդացածին թեմ ելավ գաբեց հսկան ավերեց անոր ամրությունները հապշտագեց անոր կանցերը եւ իր թակավորական բատկերը եղող մարդը դարձյալ մցուց տրախտ ուրգի արդակսված էր եւ վերստին դվավ այն յոտնյակ շնորհները որ մարդը գործընծուցած էր իր յոտնյակ հանցանքներով յոթը մահացու մեղքերու մասին է խոսքը որովհետեւ իմաստությունը այսինքն Քրիստոս շինեց իր դունը այսինքն նորոգեց ու վերագանքնեց Թավիթի ինգած ու գործանած տակավորությունը որովհետև Հեսեի արմադեն փուսած ծաղիկներ ինք անոր վրա էր որ հանգչեցավ Սուրբ Հոգին որ մեզի կպատկերացվի իբրև իմաստության եւ հանջարի հոգին աստվածգիտության եւ աստվածբաշխության հոգին եւ լեցվեցավ աստվածավախությամբ
եւ սրբությամբ, որովհետեւ ուր որ դիրոջ վախը գա, հոն բադվիրանները գբահվին եւ ուր որ բադվիրանները գբահվին, հոն ովևէ հանցանք չլար։ Արդ Քրիստոս մեր հանցանքներն ու ցավերը վերցուց եւ քեզ ջանցուց, որպես միակ եւ բացարձակ Աստված ողջերուն եւ մերյալներուն։ Խաչին վրա թափած իր արյունով հաշտեցուց երկինքն ու երգիրը եւ քու քաղցր գամքդ կդարեց արարածներուս հանդեպ սերդ արդահայտելով։ Ադով քանթվեցավ մեզ բաժնող բադը, վերցվեցավ դժվարությունը, որ արգել կլար եւ մեր փրկությունը գխափաներ։ Դեղի դվին սերոպեներն ու շուրջանակի թարցող փոցեղեն սուրը, որ ցանկի ծարին ջամփան կփագեր, որովհետև մեզի հետ ունեցանք ճանապարհը, ճշմարտությունը եւ ցանկը Քրիստոս Հիսուսը, որ երկնացիկ ջամփով մեզ դեպի փրկություն եւ ցանկ առաջնորդեց, մեզ հրեշտակներու իշխաններեն ու բեդերեն քերի վեր տասեց եւ հավատացյալները խրախուսեց ասելով. «Քաչալերվեցեք, ես հաղթեցի աշխարհին»։ Ցեզի իշխանություն տվի գողքրդերու օծերն ու գարիճները, ինչպես նաև հաղթահարելու թշնամիին ամբողջ զորությունը, որուն դիմաց մենք ամենայն վստահությամբ կրնանք ասել. «Ուր է մահ հաղթանակդ, ուր է թժողք խայթոցդ», որովհետև փրկվեցանք եւ ազատեցանք միածին որդիդ մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի արյունով, որուն հետ քեզի հորդ եւ Սուրբ Հոգիդ գվայլեն փառքը, իշխանությունն ու բադիվը, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն, խաղաղություն բոլորին, Աստուծո երկրբակենք։ Եվ արդ, ով մեր բարերար եւ բազմակուտ Տեր Աստվածը, թուն որ այնպիսի աննկարագրելի փառքի եւ անբատմելի բարիկներու հաղորդ դարձուցիր մեզ մարդիկս, բադվեցիր մեզ քու միածինիտ մարդեղությամբ, որ եկավ եւ օրենքին ու մարգարեներու մեջ բոլոր իր մասին գրվածները գդարեց եւ իր քաղցրուսույց վարտաբեդությամբ ժողվեց Աստուծմե հերացած մարդկությունը եւ իմի հավաքելով բոլորը միացուց մեկ սիրո, մեկ հավատքի եւ մեկ հույսի մեջ, որուն կանչեցիր զանոնք քու արարչական խնամածությամբ։ Այսպիսով ամբողջ դիեզերքի փրկության ջամփա պատրաստեց, իբրև ցանկի քրավական Սուրբ Հոգին տալով բոլոր հավատքով վերածնած ժողովուրդներուն, որոնք փեսային բարեկամներ եղան։ Ապաշխարության թեղ եւ ըսպեղանի դված եղավ անոնց, երբ իր արատ մարդասիրությամբ ասավ. «Ինձի եկեք, դուք բոլորդ որ հոգնած եք եւ մեղքի ծանր բեռներով բեռնավորված, եւ ես հանգիստ պիտի տամ ցեզի»։ Եվ իր աստվածածային քաչալերական խոսքերով հորդորեց ու քաչալերեց բոլորը, որ հնազանդությամբ Աստվածաջո ծառայության լուծը առնեն, ասելով անոնց. «Ձեր վրա արեք իմ լուծս եւ սորվեցեք ինձմե, որովհետեւ հեզ եմ եւ սրտով խոնար, եւ դուք ձեր հոգիի հանգստությունը պիտի գտնեք, քանի իմ լուծս թյուրավ դանելի է եւ փերս թեթև»։ Արդ մենք քու ծառաներդ, քու ժողովուրդդ, քու արոդավայրիդ մեջ արածող ոչխարներս, մենք միածին որդիդ արյունով քնվածներս, որ Սուրբ եկեղեցիդ քավիթ հավաքված ենք, խոնարելով գաղաչենք քեզի, որ բազմակուտես եւ անչափորեն մարդասեր, եւ մեր մեղքերուն համար քավություն ու թողություն գաղեցենք քու քաղցրութենետ։ Ագանչդ խոնարեցուր եւ լսե ծառաներուդ աղաչանքը, ով Տեր, թուն որ գտած ես եւ ողորմած, ներե մեր գամավոր եւ ագամա մեղքերը եւ մեզ լույսի եւ արավոդի որդիներ դարձուր, որոնց անունները քու լույս թակավորությանդ մեջ բնագող ընտրյալներու որդեկրության գիրքին մեջ գրեցիր, բայց չարը դարձյալ իր բադրանքներով մեզ որսած եւ մենք մեր գամքով անոր մեղսասեր ու խոդոր գամքը գդարեցինք։ Քու հայրական սերետ եւ արարչական քութետ բաժնեց մեզ, երկնավոր հորդ արքայության որդեկրութենեն զրկելով։ Չգրցանք ըսկուշությամբ բահել սուրբ մգրտությամբ ստացած մեր հայրենադուր հարստությունը, ստացվածն ու կանցերը, այսինքն մաքրությունն ու ամեղությունը եւ հոգեվոր ամենեն շահավետ հարստությունը, արդարությունը, այլ մեր անարակ կյանքով վատնեցինք մեր հոգեվոր հարստությունը,
մինչև հասանք հետին աղքատության եւ սովամահ չկավորության։ Դգարացանք հոգիով եւ քեզ մեզատ ովևէ մեկեն բրգության հույս չունենք դեր, որովհետեւ թուն ես մեր Աստվածը եւ քու անունդ կուտանք ամեն օր։ Ով երկնավոր հայր, կտակ ու ծարաներուդ, որ դարձի գուքանք, ընդունե մեր զղջումի խոստովանությունը, ինչպես անարակ որդին դարձը ընդունեցիր եւ վերստին զարտարեցիր զայն արփիազարդ եւ լուսեղենը սկեստով, այն առաջին բատմուջանով, որ իր խոդոր եւ անարակ վարկով մերկացավ։ Մենք ալ նույն հոժարությամբ, զղջումնալից սրդով եւ գոդրած հոգիով քու քթությանդ կթիմենք ըսելով. Հայր, մեղավոր ենք երկինքի եւ քու արչեվդ, ալ արժանի չենք քու սուրբ անունդ կրելու եւ որդիներդ կոչվելու, մեզ քու վարձկաններդ մեկը ըրե։ Ողորմությամբ եւ քաղցությամբ նայե մեզի դեր, հայրական քութով եւ սիրովը թիմավորե մեզ ով բարերար, եւ վերստին հագցուր մեզի առաջին բատմուջանը, լուսափայլ վերարգուն, որ մգրդությամբ հակնելով բայձարությամբ զարտարվեցանք։ Մեր վրային հանե ով դեր, չարին անցուցած մեղքի բատմուջանը, որ մեր ձուլությանն ու անարակ կյանքովը մեր վրա արինք, հերանալով քո հայրական խնամածութենեդ։ Ուրախարար եւ մարտասիրական քու համբույրը դուր մեզի ով դեր մեր Աստվածը, սրբության գնիկը թրոշմե մեր հոգիներու վրա եւ արտարության մադանին թրոշմե մեր աչ ցերքին, որբեսի միշտ մեր վրա գրենք նշանն ու գնիկը այն սուրբ ուխտին, որ գնկվեցավ սիրելի որդիհիդ արյունով։ Խմցուր մեզի ուրախարար բաժակեն, որ քարաթև խաչին աստվածընկալ սուրբ սեղանի սապորեն լեցուցիր, այն խաչին, որում վրա մորթեցիր ճշմարիտ զոհը, բարարդ եզը եւ սիրելի որդիհիդ միածինիդ հարսանեկան ջաշին հրավիրեցիր անոնք, որ աստվածվախությամբ եւ բադվիրաններդ բահելու իմաստութենեն զուրգեն եւ անմիտներուն բադվիրեցիր հրաժարիլ իրենց անմիտ ընթացքեն։ Արդ միածինիդ մարմին անմահության հացը դուր մեզի, որբեսի անով ապրինք եւ սուրբ բաժակին անուշ քինիեն խմցուր մեզի, որբեսի միշտ խմելով անվախճան ուրախությանդ ուրախանանք եւ անգողոբդելի հարստությունդ վայելենք երկնավոր հորդ երջանիկ օթևաններու մեջ, որ աշխարհի սկիզբեն իսկ պատրաստեցիր ընտրյալներուդ համար եւ անոնց հետ քոությամբ փառավորենք քեզ, որդիիդ եւ սուրբ հոգիդ հետ միասին այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։ Հավասիկ սիրելի ասկագիցներ, թե որքան կարևոր է ապաշխարությունը, խոնարեցնելը մեր անձը։ Եթե գուզեք ավակին շապին, ավակ ուրբաթը, ավակ շապաթը անցնել քիդագից ծևով, ապա սիրելներ, ծեր անձը խոնարեցեք, խոստովանեցեք ծեր մեղքերը դիրոջ դիմաց, մեղայի եկեք, մասնակցեցեք բոլոր առողջությանց, որովհետև այդպիսով սիրելներ մենք ցույց տված կլանք Քրիստոսի, որ դեր մենք չենք ուզեր լքել ցես։ Իսկ անոնք, որոնք հիվանդ են, անկարող են, խեղություն ունին ու եւ չեն գրնար եկեղեցի երթալ, Փառք Աստուծո, որ այսօր գրնան սիրելներ եկեղեցվո, զանազան եկեղեցներու, մեր առաքելական սուրբ եկեղեցվո արարողությանց հետևին, թող անպայման համացանցի ջամփով հետևին, թող իրենց անձը խոնարեն եւ իրենց անգողինի մեջ են, իրենց դանը մեջ են, մեղայի քան Աստուծո դիմաց, ապաշխարեն, որբեսի Աստված ները մեզի մեր բոլոր մեղքերը Քրիստոսի արյունով ծածկե մեզ եւ մեր դիմաց սպանա հավիտենական կյանքի թռները։ Եղբայրներ եւ քույրեր, ինչպես ասի, բարեբաշտական արարքները շատ լավ բաներ են, բայց գետրոնանք աղոթներուն, գետրոնանք Քրիստոսի վրա, որբեսի ովևէ մեկ բան չշեղե մեզ, որովհետև սատանան նույնիսկ գրնա սիրելներ այդ բարեբաշտական միջոցներով մեզ շեղել Քրիստոսի մեր գաբվածութենեն, այլ արթուն մնանք, ինչպես Հիսուս ասավ իր աշակերտներուն, արթուն մնանք, աղոթենք, որբեսի փորձության մեջ չինանք։ Աստված ցեզ արադաբես թողորտնե, բարի
եւ օրհնյալ օր ձեր բոլորին։